Գոյամարտ սերիալում ստեղծված իրավիճակը հիմա հասել է այնպիսի կետի, որտեղ յուրաքանչյուր հերոսի քայլ կարող է բերել անսպասելի և ճակատագրական հետևանքների։ Գրիշոյի վարքագիծը դեպքից հետո արդեն հուշում է, որ նա կորցրել է ինքնատիրապետումը և հենց դա է նրան դարձնում առավել վտանգավոր։ Նրա ալկոհոլ օգտագործելով ղեկին նստելը միայն ֆիզիկական վտանգ չէ, այլ նաև շատ հստակ, սիմվոլիկ քայլ։ Նա փախչում է ոչ միայն օրենքից, այլ նաև իր խղճից, բայց որքան ավելի է փախչում, այնքան ավելի է մոտենում կործանմանը։ Այստեղից շատ հավանական սցենար է, որ Գրիշոն կարող է վթարի ենթարկվել։ Սա կարող է լինել սերիալի հերթական ուժեղ շրջադարձը։ Եթե դա տեղի ունենա, սյուժեն կստանա մի քանի շատ հետաքրքիր ուղղություն։ Առաջինը դա կլինի իր արարքի անմիջական հետևանքը, անպատժելիությունը, որը նրան թվում էր փրկություն, վերածվում է պատժի։ Սա շատ կարևոր գաղափար է սերիալում, ոչ ոք չի կարող անընդհատ խուսափել հետևանքներից։ Երկրորդ վթարը կարող է դառնալ այն կետը, որտեղ Գրիշոն կկոտրվի։ Եթե նա ողջ մնա, բայց ծանր վնասվածքներով, ապա առաջին անգամ կհանդիպի իր արածի իրական ծանրությանը։ Դա կարող է բերել զղջման, խոստովանության, նույնիսկ ճշմարտության բացահայտման։ Բայց կա նաև ավելի դրամատիկ տարբերակ. վթարի արդյունքում կարող է տուժել ոչ միայն ինքը, այլ նաև մեկ այլ անմեղ մարդ։ Այդ դեպքում սերիալը կմտնի ավելի մութ փուլ, որտեղ Գրիշոյի կերպարը վերջնականապես կկորցնի իր արդարացման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ Դավիթի վիճակը շարունակում է մնալ ամենակարևոր գիծը։ Նրա կյանքի համար պայքարը շարունակվում է, և հենց այստեղ կարող են խաչվել բոլոր ճակատագրերը։ Եթե Գրիշոն վթարի ենթարկվի և հայտնվի նույն հիվանդանոցում, դա կարող է ստեղծել շատ ուժեղ տեսարաններ։ Հանցագործն ու զոհը նույն պատերի ներսում, ընտանիքները դեմ առ դեմ, լռություն, որն ավելի ծանր է, քան ցանկացած խոսք։ Լեոյի համար սա կարող է լինել վերջնական կոտրման կամ կանգ առնելու պահ։ Եթե նա տեսնի, որ Գրիշոն արդեն պատժվել է իր արարքի համար, գուցե դա մի փոքր սառեցնի նրա վրեժի զգացումը, բայց եթե ոչ, նրա զայրույթը կարող է կրկնապատկվել։ Մանանի դերն այս իրավիճակում դառնում է ավելի կարևոր։ Եթե Գրիշոն հայտնվի ծանր վիճակում, նա կարող է զգալ մեղքի ու ցավի երկակի ճնշում։ Սա կարող է նրան վերջապես ստիպել ասել ամբողջ ճշմարտությունն անկախ հետևանքներից։ Լեան կրկին հայտնվում է ամենածանր կետի մեջ։ Եթե իր եղբայրը վթարի ենթարկվի, նա կկանգնի երկու ցավերի արանքում՝ եղբոր վիճակը և Դավիթի հետ կատարվածը։ Նրա կերպարը կարող է դառնալ ամենահուզիչներից մեկը, որովհետև նա միաժամանակ կորցնում է երկու աշխարհները։ Հունանի համար սա կլինի իր կյանքի ամենադաժան հայելին։ Նրա որդին գնում է նույն կործանման ճանապարհով, ինչն ինքը տարիներ առաջ։ Սա կարող է կամ կոտրել նրան, կամ էլ ստիպել վերջապես ընդունել իր սխալները։ Եվ այս ամբողջի ֆոնին Վովայի վերադարձը կարող է դառնալ իսկական շրջադարձային պահ։ Նա կարող է հայտնվել մի իրավիճակում, որտեղ պետք է օգնի մի ընտանիքի, առանց իմանալու, որ դա իրենն է։ Եթե նա միաժամանակ հայտնվի հիվանդանոցում, Դավիթի և հնարավոր է նաև Գրիշոյի հետ կապված իրադարձությունների կենտրոնում, ապա սերիալը կմտնի իր ամենահզոր փուլը՝ բոլոր գծերը միավորվելով մեկ կետում։ Գոյամարտը հենց այսպիսի զարգացումներով է ուժեղանում, երբ հերոսները չեն կարող փախչել իրենց ընտրություններից, երբ կյանքը նրանց կանգնեցնում է հետևանքների առաջ, և երբ յուրաքանչյուր որոշում ունի գին։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել առավել լարված։ Կվթարվի Գրիշոն, կփրկվի Դավիթը, կկարողանա Լեոն կանգ առնել, կասի Մանանե ճշմարտությունը, և արդյոք այս ամենը կբերի վերջնական բացահայտումների։ Մի բան արդեն հստակ է՝ Գոյամարտում յուրաքանչյուր քայլ մոտեցնում է մեծ պայթյունին, և հեռուստադիտողներին սպասվում են շատ ծանր, բայց նաև շատ հուզիչ տեսարաններ։ Այնպես որ չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը։ Հեռուստասերիալում իրավիճակն իսկապես լարվում է, քանի որ այստեղ խոսքը գնում է մարդկային կյանքի մասին։ Դավիթը վիրավոր ու ծանր վիճակում հայտնվում է հիվանդանոցում։ Ինչպես երևում է հերթական կադրերից, Լեոն նրան ուղղակի գրկած վազում է։ Իհարկե ծանր է գիտակցելը, որ եղբայրը փորձում է փրկել եղբորը, նաև Լեոն հասկանում է, որ այս ամենը կատարվել է հենց իր մեղքով։
իր սիրո մեղքով, իհարկե մեղքը չակերտների մեջ, քանի որ նա ոչ մի վատ բան չի անում, բայց նրանց սերը դատապարտված է, քանի որ տարիներ առաջ աղջկա հայրը սպանել է Լեոյի հորը, բնականաբար այս գաղտնիքը երկար թաքնել հնարավոր չէ և օրերից մի օր այն ջրի երես է դուրս գալու և բնականաբար արգելված է այս սերը։ Բայց մինչ այդ հետաքրքիր զարգացումներ են լինելու, Լեոն գազազած, կատաղած, ուղղակի հարվածում է պատին ու Լեոյին ասում, որ բոլոր մակունցները պատասխան են տալու։ Իհարկե սա այն պահն է, որ խոսքերն ավելորդ են։ Լեոն իրավացի է, Լեոյի կյանքն այս պահին Դավիթի ձեռքերում է։ Եթե Դավիթը փրկվի, Լեոն իրեն լավ կզգա, բայց եթե եղբորը մի բան պատահի իր պատճառով, ապա դա կարող է ծանր հետևանքներ ունենալ երկուսի համար էլ։ Դե ինչ սպասում ենք ձեր կարծիքներին, միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք ու բացահայտեք հետաքրքիր գաղտնիքներ։